Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Վաղը կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք, բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենամ։ Իշխող կուսակցությունը ընդդիմադիրներից առանձին շատ քվե է ստացել, բայց ոչ այնքան շատ, որ միայնակ իշխանություն ձևավորի։ Կոալիցիոն իշխանություն կազմելու հնարավորություն ունեն ընդդիմադիրները, նրանցից ամենաշատ քվեն ստացել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 20.5%։ Ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը նախապես ներկայացրել էր ապագա կոալիցիայի վերաբերյալ իր մոտեցումները։ Միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես, ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ, ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան, եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այս սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցություն։ Մեր քաղաքակուսակցությունների դաշինքը իր հավաքած քվեներով ընդդիմադիրների շարքում երկրորդն է 7380 ձայն կամ 15.5%։ Այս ուժի ղեկավար Մարտուն Գրիգորյանն էլ մինչև ձայների հաշվարկներ հայտարարել կոալիցիային դեմ չեն։ Ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, այսօր գյումրեցիները կհաստատեն այդ մասին, իսկ ընդդիմադիրները ես կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք ու այնպես կանենք, որ Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չի լինի։ Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո իրենց դիրքորոշումը վերահաստատեցին Մայր Հայաստան դաշինքը եւ Իմ հզոր համայնք կուսակցությունը, խոստանալով սատարել Վարդան Ղուկասյանին։ Մայր Հայաստանը ստացել է 2902 ձայն կամ 6.11%, Իմ հզոր համայնքը 3834 ձայն կամ 8.8%։ Նախնական հաշվարկով քաղաքացիական պայմանագիրը Գյումրիի ավագանիում կունենա 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 8, Մեր քաղաքը 6, Իմ հզոր համայնքը 3, Մայր Հայաստանը 2 մանդատ։ Այս պահին իշխանություն-ընդդիմություն պայմանական հաշիվը 14-13 է, բայց կարող է լինել 14-19 հօգուտ ընդդիմության։